անցնենք Պյոտրին։ Պյոտրը չմտածողը, նույն ինքը, ուրեմն ես իրոք տենց չեմ կարող ուրեմն ապերախտներ չասել, վերջապես կանչեցին Ուկրաինայի ներկայացուցիչին հանրայինի եթեր։ Վերջապես հնչեց ուկրաինական մաքուր տեսակետ հանրայինի եթերում անկախ ամեն ինչից, բայց այդ ամեն ինչը արվում է խայտառական հասկանալի վատ թարգմանությամբ, եւ այդ տղան ընդհանրապես որ կարդում է, մեկը չկա, ասի մի հատ կարաս անենց ինտոնացիայով թարգմանես, կարդաս թե հատուկ են անում, չգիտեմ, հատուկ են տես մեկին ինչ որ արտիստիկ, ոնց որ սովետից գտածել են, ոնց որ սովետում պեղումներ արածել են, մեկին գտածել են, որ թարգմանի, որ բան չհասկանա։ Անկեղծորեն մի հատ լսեք էլի այդ թարգմանությունը, մի հատ կարելի ասենք մի քիչ մարդկային ձենով թարգմանել նորմալ ասենք, թե ում են պահում թարգմանիչ, ես չգիտեմ, ինչի են պահում, հատուկ են պահում, չեմ հասկանում, հա։ Սա մի կողմ։ Հիմա հարցը հետեւյալն է, որ պետքա նկատենք, որ սա առաջընթաց է։ Չենք կարող չասել, որտեղ մենք օբյեկտիվ եւ արդար մարդիկ ենք։ Բայց ահա Պյոտրը իր տարերքի մեջ էր։ Ինքը մի հատ ֆիլմ կա, չէ, ռուսական, կարծեմ 3 գումարած 2, եթե չեմ սխալվում, մեջը Սմատիպերիա Նատաշը։ Հիմա ինքը այդ պարագայում ես իրանց իդեպես որ ազգային ժողովում ԿՊԱ-ականներից մեկը ասեց ձեր աշխատանքային լեզվով, այսինքն ռուսերենով, ձեր աշխատանքային լեզվով, Պյոտր Պետրոսի աշխատանքային լեզվով եմ ասում, Ացիպերիա Նատաշը, Ացիպերիա Մարիա Զախարովա։ Մարդը դարել էր Մարիա Զախարովա, լրիվ ամբողջությամբ, եւ որոշել էր տարածել ուրեմն ռուսական նարատիվները, էսցերից էնցերը։ Ինչի եք կռվում միջև վերջին ուկրաինացին ամերիկան ձեզ օգտագործում է։ Մարդը բացատ դուք հասկանում եք ինչն է խնդրեմը, երբ որ մեր հասարակության մեջ այդ ռուսական քարոզչությունը տարածվում է, երբ որ ռոպագանդան կերած է ժողովրդին, իդեպ ես զարմացել եմ, պետք է նշեմ, Քլս TV-ին փոքրիկ հետաքննություն է արել, եւ Քլս TV-ին այդ պետք է նկատել, դա էլ գովանք։ Քլս TV-ին ուրեմն ասում է, որ արդեն 26 տելեգրամյան կայք են հայտնաբերել, որը ռուսները բացել են եւ օգտագործում են Հայաստանի դեմ ընտրություններից առաջ։ Ասում եմ, խեր լինի, այս ինչ ա եղել, Պուտինից ֆինանսավորումը չի եկել, թե ինչ որ ուզել եք չի տվել, չեմ հասկանում։ Մի հատ դուք պատասխանեք այդ հարցերին, չգիտեմ այդ ինչա կատարվել, որտեղ որոշել են, որ պետքա տենց հետաքննություն անցկացնել։ Դե չէ, երբ միացնում ես կամ ռուսական գործակալա, կամ ռուսական ազդեցության գործակալա, կամ տերտերա, կամ Տաշիշ Սամոյա, կամ Վարդանիկա, մի խոսքով են ինչ որ ռուսները սիրում են, հա։ Եվ հետաքննություն արել փոքր, որ արդեն ռուսները տելեգրամյան եւ TikTok ալիքներով Հայաստանի ընտրությունների վրա տարածում են ամենալկտի ստերը, ամենավատ ձևերով եւ դա հələ դեռ սկիզբն է, հա։ Իդեպ ասեմ, այս տարբերակով իրանք Ռումինիայում Սիմեոնին համարյա սարքել էին ուրեմն բան, այն Սիմեոն կար, Ջորջեսկու կար, դրանց արդեն աստղ էին սարքել։ Համարյա նախագահ էին ընտրում ռուսական տեխնացուին, միջև ռումինացիները դեմը չառան։ Հիմա նույն բանը սկսել են արդեն անել Հայաստանում, մենք այդ մասին էլի կանդրադառնանք, հա։ Եվ երբ որ քո հասարակությունը առանց հասկանալու եւ բազմաթիվ մարդիկ, անկեղծ բազմաթիվ մարդկանցից լսել են, որ անուղեղի պես կրկնում են, որ ուկրաինացիները, ռուսները, ամերիկացիները միջև վերջին ուկրաինացին կռվում են ռուսների դեմ։ Այդ մարդը պատասխանեց, որ մենք չենք կռվում, մեզանով չեն կռվում, մենք ենք կռվում։ Մենք ազատասեր ենք, մենք չենք ուզում ստրուկ լինել։ Մենք գնահատում ենք ազատությունը։ Մենք այդ ամեն ինչը լավ հասկանում ենք ինչ են ասում, բայց ոչ միայն մենք մեր համար ենք կռվում։ Եվ մարդը շատ բարձ ակնարկեց, մենք ձեր համար ենք կռվում, Եվրոպայի համար ենք կռվում, ընդհանրապես ազատության գաղափարի համար ենք կռվում, բայց առաջին հերթին կռվում ենք մեր ազատության համար, որովհետև մենք չենք ուզում լինել ստրուկ։ Ընդ որում, այդ տղայի անունը Մաքսիմ Բուտկևիչ է, ինքը լրագրող իրավապաշտպան է, որը եղել է ռուսական գերության մեջ։ Ես այդ տղայի համար մենակ մի բան կասեմ, լավ է որ Իրան եք կանչե, բայց լավ կլինի Ուկրաինայից կանչեք մարդ, որին ամբողջ Ուկրաինան կամ գոնե Ուկրաինայում ճանաչում են։ Էդ էլ նշեմ ամեն դեպքում իմանաք, էլի, շատ ավելի լավ կլինի, որ մարդ կանչեք, որին գոնե Ուկրաինայում ճանաչում են։ Ես դեմ չեմ ոչ մի բան իրես տղային, ինքը գերի է անկել եւ այլն, հա։ Էլի լավ է որ կանչել եք, բայց հիմա տղան պատմում է, թե ինչ կտանքել է, ամբողջը չէր կարող պատմել եւ ամբողջը չէր էլ ասի։ Ասում է մենք մեզ չէին թողնում եղունգները կտրեինք մեր։ Մենք պատի վրա ենք քերում մեր եղունգները։ Պատի վրա եղունգը քերում էինք, ասում է գերության մեջ։ Որովհետեւ չենք կարող տենց երկար եղունգներով ապրեինք։ Դուք հասկանում եք, ինչ պայմաններում են թողել։ Լավ չեն կերակրել, 13 կիլո նիհարել է
ուրեմն բանտում կտանքների են ենթարկվել եւ այսպես շարունակ։ Ես ավելի վատ կտանքներ գիտեմ, ես արդեն եթերում մի հետարքիր պատմություն պատմեցի, որ ուրեմն թե ինչա տեղի ունենում գրաված շրջաններում, այն ռուսախոս շրջաններում, որտեղ ռուսները մտել են փրկելու, կադիրովցիները ման են գալի, բռնաբարում են, ստեղծվել են հատուկ գործակալների ցանց, որոնք պետքա վառեն նրանց, ովքեր որ Ուկրաինային են համակրում, դրանց բռնում տանում են նկուղներ, ինչ ասես հետները անում են, ուղղակի ամենասարսափելի ձևերով, ամենասարսափելի ձևերով։ Կադիրովի զորքերը ֆռում են այն Կադիրովի, որին Տեր Արամ կոչվածը բերում էր Հայաստանի ղեկավար։ Ուրեմն Կադիրովի զորքերը պատտվում են, սիրուն աղջիկ տեսան, միանգամից կործանում են։ Եղել են դեպքեր, որ այնքան են բռնաբարել, սպանել են վերջում, տեսել են արդեն կիսամեռա։ Մի 10 հոգով մի հոգու բռնաբարում են։ Սա Կադիրովի զորքերն են, ամենադաժանն են համարվում, որին Տեր Արամը շատ սիրում է։ Ես ուզում եմ լսեմ, ախր Տեր Արամ խոսա հասկանանք, դու ապաշխարել ես այդ տղա։ Դու ինչով ես տարբերվում Եզրասից։ Այ Եզրաս, դու ինչով ես Եզրասից տարբերվում։ Հիմա քեզ էս աստղ են սարքում, սիրտս ցավում է, առանց լսելու դու ապաշխարել ես թե չէ, քեզ ո՞նց են աստղ սարքում։ Դու Կադիրովը իր բերում արա մեր գլխին։ Մի խոսքով, հիմա ամենակարևոր պահը։ Պետրոսը կատարեց, կներեք, Պյոտր Իվանովիչ կատարեց փայլուն ռուսական գործակալական մի գործողություն։ Բերեց բոլոր ռուսական նարատիվները, դրեց սեղանին եւ ամենակարևորը դուք Ուկրաինան զինել է Ադրբեջանին, ուրեմն բերեց այնպիսի ձևով կապեց, որ անգամ էթնիկ զտումը դա նրա հետևանք էր, որ Ուկրաինան զինել է Ադրբեջանին սատարել է, որ էթնիկ զտումը դուք ուրեմն տես թույլ տվեցիք եւ մի բան չասեցիք եւ այսպես շարունակ։ Հիմա հերթով գնանք։ Ուրեմն Հայաստանը երբեք չի ձգտել անկախության, եղել է ռուսների տակ։ 2002 թվականին Քոչարյանը, ես ստիպած եմ սա ասել նորից, կանչում է Կուչմային։ Ուրեմն Կուչմային Հայաստանում վարկաբեկում են, հատուկ հոդված են գրել տալիս, որ Կուչման ինչ որ ակնարկելով, որ լկտի է պահել Իրան, Քոչարյանը կանչել է ռեստորան, Կուչման ձեռմեռակցել ինչ որ տես վատա պահել, նստացրել է գիրկը ինչ որ օֆիցիանտկի, ինչ որ այդպիսի բաներ են խոսացել, իբր թե դա ոչ մեկ չի կարող ապացուցի։ Եվ հաջորդ օրը Քոչարյանը պատվիրում է եւ մի շարք լևոնախտներ եւ մնացածը եւ իրանց մամուլը սկսում է գրել, որ այ Կուչման Ուկրաինայի նախագահը այսպիսի բա խայտարակ են անում Կուչմային, ով է կասկածում, կա մեկը որ կասկածում է, որ դա Պուտինի հրահանգով էր եւ Պուտինի ցանկությամբ էր։ Ինչու՞։ Որովհետեւ Կուչման եղել է անկախ ամեն ինչից ազգայնական, թաքնված եւ այլն։ Կուչման երբեք չի ցանկացել պարկել Ռուսաստանի տակ եւ դա հունից հանել է միշտ Պուտինին եւ նաեւ դրա նախորդ Ելցինին։ Ինչ է տեղի ունեցել։ Կուչման այն մարդն էր, որը շատ հանգիստ գնաց իշխանությունից եւ շատ արդար ընտրություններ անցկացրեց, որտեղ հաղթեց ուրեմն նարնջագույն հեղափոխություն տեղի ունեցավ, հիշում եք այդ ժամանակ, եւ Կուչման չխոչընդոտեց, ուրեմն առանձնապես ոչ մի բան չարեց եւ թույլ տվեց, որպեսզի այնտեղ էլի եղան Յանուկովիչները այն ժամանակ կարծեմ մասնակցում, այնտեղ փորձում էին ռուսները խրդժություններ ստեղծել 2004 թվականին, եթե չեմ սխալվում, մի խոսքով Յուշենկոն հաղթեց նարնջագույն հեղափոխության արդյունքում ուրեմն եւ շարունակվեց։ Հիմա Կուչմայի հանդեպ ոչ մեկ պրետենզիա չունի, ինքը ապրում է Ուկրաինայում, ինքը իր տեղը ունի, բոլորը չեն գոհ իր քաղաքականությունից, բայց այդուամենայնիվ Կուչման թույլ չտվեց, որպեսզի Ռուսաստանը կուլ տա Ուկրաինան, հա։ Եվ բնականաբար Պուտինին ձեռ կտար, որ Կուչման դառնար բռնապետ կամ անցկացներ Յանուկովիչին դեռ այն ժամանակ իր թեկնածուին, իսկ Կուչման դա չարեց։ Հետևաբար իրանք լավ գիտեին Կուչմայի մտադրությունները, լավ գիտեին Կուչմայի կերպարը եւ պետք էր Կուչմային վարկաբեկել, մոտարապես այս բար։ Եվ ինչ պետք էր Հայաստանի միջոցով վարկաբեկել։ Մեկ ով կարար դա աներ, իհարկե Քոչարյան Ռոբերտը։ Առաջին ապտակը Ուկրաինային սարսափելի ձևով։ Դրանից հետո Ժորժ ջան, ես հաղորդում սարքեցի, որտեղ այն ժամանակ նախկին պաշտպանության նախարարության աշխատողի հետո հիմա արդեն ներկա պաշտպանության նախարարության աշխատողի հետ, որտեղ մարդը ասեց, որ մենք համարյա նույն չափի զենք ենք գնել Ուկրաինայից այն ժամանակ, ինչքան որ Ադրբեջանը մի 10-20 միլիոն ավել։
Պատկերացրեք։ Հիմա ասենք Հայաստանը մոտ 40 միլիոն, օրինակ Հայաստանը 40 միլիոն դոլարի զենք ա գրել Ուկրաինայից, Ադրբեջանը 60։ Ընդ որում դրանք հին սովետական անգամ ադրբեջանական մամուլում կար հոդված, որ Ուկրաինայից եկածները շատ հին են, անսարք են ու ուրեմն լավը չեն, հա, բողոքում էին ադրբեջանցիները։ Ավելին ասեմ, Ուկրաինայում էլ կար կոռուպցիա, հատկապես այն ժամանակ շատ ուժեղ կոռուպցիա կար եւ հետագայում, երբ որ եղավ 14 թվականի Ղրիմի զավթումը, օկուպացիան, Ուկրաինայում մեղադրում էին նախորդ իշխանություններին զենք ծախելու համար, որ իրենց ահռելի արսենալը վաճառեցին։ Ընդ որում ամենաշատը, որքան իմ տեղեկություններն հələ պետքա ճշտել, ինչքան գիտեմ, արաբական երկրներին են վաճառել ուկրաինացիները, ահռելի քանակի իրենց ուրեմն պահեստը։ Ուղղակի գումար են աշխատել, ընդ որում Ադրբեջանը ենթադրենք մոտավորապես 15-ից 20 միլիարդ դոլար է ծախսել իր բանակի զենք գնելու համար, 60 միլիոնը եղել է ուկրաինական հին սովետական զենք, ընդ որում մինչև 14 թվականի պատերազմը, որտեղ դրանից հետո ուկրաինացիները հասկացան, որ իրենց էլ է պետք զենք, ընդ որում հայերին էլ են ծախել զենք, ուղղակի հայերը քիչ են գնել, բայց էս այն պարագան է, որ Սլովակիայից գնաց կամ Սերբիայից գնացը կամ Բելարուսից գնաց պոլոնեզները շատ ավելի շատ են օգտագործվել եւ շատ ավելի էֆեկտիվ են եղել Ադրբեջանի համար, քան Ուկրաինայի այդ հին ժեշտը, որ գուցե շատերը չեն էլ աշխատել, գուցե շատերը մետալալոմ են դարել հետագայում, բայց այդ մասին չի խոսվում, որ Սլովակիայից գնվածը շատ ավելի որակյալ է եղել, Չեխիայից գնվածը շատ ավելի որակյալ է եղել, Սերբիայից գնվածը շատ ավելի որակյալ է եղել, Իտալիայից եւ մնացած տեղերից։ Ինչի է Պյոտրը ֆիքսել Ուկրաինան եւ ընդ որում գիտեք ինչն է այստեղ ամենամեծ մանիպուլյացիան, ինքը չէր կարող չիմանալ, որ ֆոսֆորի սուտ թեման օդում պտտվում է, դեռ շարունակում է պտտվել։ Եվ ինքը իհարկե գիտի, որ դա սուտ է, չասեց ֆոսֆոր, բայց շատերի մոտ, երբ որ դու ասում ես Ադրբեջանին Ուկրաինան զենք է վաճառել, շատերի մոտ ֆոսֆորի ասոցիացիան է գալիս, ճիշտ է։ Հետևաբար ինքը Մարիա Զախարովան իրան կարանշանակի 5-ին գումարած։ Իսկ հիմա անդրադառնանք հետո ինչա տեղի ունեցել 14 թվականին, երբ որ ռուսները մտնում են ու գրավում են, կոտորում են ուկրաինացիներին, վերցնում են Ղրիմը, Դոնբասը, մի մասը։ Սերժ Սարգսյանը շնորհավորում է, Ղարաբաղում էլ ամեն տարի երկում պարում էին այդ կապակցությամբ։ Ոնց է մեզ վերաբերվել այդ պարագայում Ուկրաինա, երբ որ իր նախագահին կանչում վարկաբեկում ես, դրանից հետո Ղրիմի օկուպացիայից հետո գնահատական չես տալի, իսկ այն որ ինքը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պահպանել է, ինքը միշտ ունեցել է խնդիր ռուսների հետ, ինքը միշտ իմացել է, որ ռուսները ուզում են պոկեն իրանից Ղրիմը, ինքը իսկ 14 թվականից հետո առավել եւս ինքը հասկացել է, ինքը չի կարա չճանաչի տարածքային սովետական միության սահմանները, որովհետեւ եթե չճանաչի, դրանով ինքը լեգիտիմացնում է Ղրիմի գրավումը։ Դրա համար իրանք միշտ ասել են, որ իրենք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Իդեպ այդ հարցով զերո պրետենզիա պետք է ունենա հիմա Պյոտրը եւ Նիկոլը, որովհետեւ այսօր իրանք են ասում, որ Ղարաբաղը մեր գլխին սարքել էին, մեր պետականությունը ոչնչացնելու համար։ Մենք տվեցինք Ղարաբաղը, փրկվեցինք։ Դա իրանք եզրակաց։ Մենք վերջապես իրական Հայաստան ենք դարել։ Այն ինչ որ Ուկրաինան ասում էր, հիմա իրանք լիարժեք ճանաչում են այդ թեման փակա, որ Ուկրաինան ճանաչել է տարածքային ամբողջականությունը, որովհետեւ հիմա դուք եք ճանաչում, երջանիկ եք այդ կապակցությամբ եւ այլ այսպես շարունակ։ Այդ թեմա չի փակեցինք։ Հիմա ուրիշ մի բան։ Երբ որ դու մեղադրում, ուրեմն Ուկրաինան որևէ կերպով մենք բազմիցս ներկայացրեցինք, որ անգամ չի շնորհավորել Ալիևին այդ կապակցությամբ 44-րդ հաղթելու ծնունդն է շնորհավորում, ծնունդի շնորհավորության ուրեմն հետ կապված բնականաբար ինքը շատ լավ հասկանում էր, որ իր տարածքային խնդիր ունի, իրենք միշտ նշում են այդ տարածքային ամբողջականության հարցը։ Բայց երբեք Զելենսկին չի զանգել հատուկ շնորհավորել ի տարբերություն Կոսիմ Ժոմարտ Տոկաևի, որից այս երեք ծորենա գնել Փաշինյանը, որը ոչ միայն շնորհավորեց մի տարի հետո զանգեց վերաշնորհավորեց, Զելենսկին չի զանգել հատուկ այդ առիթով շնորհավորել։ Որոշ ժամանակ անց Ալիևի ծնունդն ինքը զանգեց ծնունդը շնորհավորեց եւ նշեց տարածքային ամբողջականության վերականգնման փաստը։ Առաջինն էր Ուկրաինան, որ 3 սեպտեմբերյան պատերազմի ժամանակ դատապարտեց եւ կոչ արեց հանգիստ ժամը 10-ին առավոտյան առաջինն էր Ուկրաինան, որ կոչ արեց դադարեցնել ռազմական գործողությունները սեպտեմբերյան եւ երրորդյա պատերազմի ժամանակ, հա։ Հիմա, երբ որ դու էթնիկ զտումից ես խոսում, չմտածող 23 թվականի մասին է խոսքը։ Մինչև այդ եղել է Իրպենը, Բուչան, լայնամասշտաբ հարձակումը Ուկրաինայի վրա։ Դու ինչ ես արել, դատապարտել ես Պետրոս։ Դու դատապարտել ես այդ տղա։ Քո երկիրը դատապարտել է։
Երբ որ Բուչայում կոտորում ու բռնաբարում էին, դու մի բան, դու հիշում ես քեզ ոնց էիր պահում ու ոնց ես պահում։ Դու ինչպես չէր էիր խոսում եթերում։ Դու քեզ հիշում ես։ Այդ որ ուրախությունից այ տղա, այդ որ ուրախությունից դու պետք է չանես, իսկ իրանք պետք է Ադրբեջանին դատապարտեին։ Իրանք միշտ զսպվածության կոչ են արել եւ իրանք այդ պահին այն վիճակում էին սարսափելի, որ մեզանից վատ վիճակում էին այդ պահին։ Երբ որ 23 թվականի սեպտեմբերին, երբ որ Ադրբեջան ռազմական գործողությունը իրանք պայքարում են իրենց գոյության համար ամբողջ Ուկրաինան։ Դու մի բան ասել ես Իրպենի ու Բուչայի հետ կապված, որ պահանջում ես, որ Ուկրաինան պետքա մի բան ասեր։ Դուք ձեզ ո՞նց եք պահել։ Դուք միջև հիմա Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը չեք ճանաչում։ Դուք միջև հիմա Սերժի ասածը չեք ջրել։ Այդ տղա, ես ապատեղեկատվություն տարածում։ Ես վարկաբեկում Ուկրաինա, ես կատարում Զախարովայի պատվերները։ Բարոյականությունը մի քիչ պետք ունենալ։ Դու Բուչան դատապարտել ես այդ տղա, տարածում էիր, որ այդ ոնց որ ռուսներն էին տարածում, որ դա իբր դերասանական բան է, բեմադրություններ է։ Դուք էլ եք դա տարածում։ Որ ռուսները ասում էին դա բեմադրություն է։ Լսում են այդ մարդիկ լսում են, չէ՞, ստեղի դեսպանությունը զեկուցում, ասում այ տենց կա մեկը այդտեղ մեկում վերընկած, որը տենց բաներ է խոսում։ Բա, ու Փաշինյանը խոսում է մնացած բոսյակներից։ Չգիտեմ ինչի հիշեցի այդ բոսյակներին։ Պարզա ու գիտեք ինչն է ցավը, որ եթե դու մի քիչ քթածակ ունես ու լուրջ ես, եթե դու իրոք ազնիվ ես, դու հասկանում ես, որ քո ժողովուրդը առանց էտել պրեսի տակա եւ ռուսական քարոզչության տակա բերել ու այդպիսի նարատիվներ գցել եթեր, դա առնվազն անբարոյականություն է։ Շատ լավ հասկանալով կամ էլ չեք հասկանում, որ Ուկրաինան է այսօր ձեզ փրկել, որ այդ իրական Հայաստան եք խոսում, որ սենց ինչ որ խաղաղություն ապա շրջափակում սենց ոգևորվել եք, չլիներ Ուկրաինան, այդ ոչ մի բանը չէր լինի։ Հիմա դուք ամենավերջի գուբերնիան եք Ռուսաստանում առանց Սյունիքի։ Եթե 3 օրում Կիևը ընկներ, դուք անգամ էս չեք ասում։ Դուք անգամ այդքան բարոյականություն չունեք, որ այդ շեշտեիր, որտեվ մարդը քեզ պարզ հասկացրեց Բուտկևիչը, որ մենք նաև ձեր համար ենք կռվում, բայց դու երբեք դա չես ընդունում։ Էս եք դուք, էսա ձեր եղածը, հետևաբար էսա ձեր կերպարը, դուք Պյոտր Իվանիչ եք, Պյոտր Իվանիչ էլ կմնաք ցավոք սրտի։ Ձեզանից ուղղակի պետք է ազատվել, որպեսզի այս երկիրը շնչի, որպեսզի երկիրը պետք է լուրջ հանրային հեռուստաընկերություն ունենա։ Երկիրը պետք է լուրջ վերլուծական հաղորդում ունենա։ Կոմպետենտ մարդիկ պետք է լինեն։ Ինչ տարբերություն Սպուտնիկ Արմենիայի եւ Պյոտր Իվանիչի միջև։ Ոչ մի 0։